Կեցցե ԱԺԲ-ն ամեն մի հարց ունի մեկ պատասխան, այժմ դիտենք ԱԺԲ-ի մասին և վերջում որոնք որ իրոք պետք է ներկայանան և վերջում կասեմ ինչ է կատարվում իրոք Հայաստանում և ինձ թվում է բոլորն էլ հասկանում են, որ 88 թվականից հետո 38 տարիների ընթացքում Հայաստանում ամեն ինչ փոխվել է, ոտքերը դարձել են գլուխ, գլուխը դարձել են ոտքեր, բոլորը դարձել են մեկը մեկի պաշտպան, չհասկանալով, որ այլևս հայրենիք չկա հայրենիք։ Եվ անցնենք կեցցե ԱԺԲ-ին։ Հիմնական դեմքերը սրանք են, որոնք երևում են ԱԺԲ-ում, բայց ԱԺԲ-ին տարիներ առաջ և անցած տարի նույնպես ասել եմ, որ այս երկուսին պետք է հանել ձեր ցուցակից, պետք է հանել ԱԺԲ-ի ցուցակից, որպեսզի մարդիկ արդեն ցանկանան միանան ԱԺԲ-ին։ Իմ տվյալները թողնենք մի կողմ, ԱԺԲ-ին ըստ իրենց այս երկուսի տված հարցումներին կամ իրենց արտահայտություններին մոտարապես 4000 մարդ է պաշտպանում նրանց, ավելին չի հավաքվում նրանց այդ հավաքներին, 4000 մարդ, հիշենք այսքանը։ Այժմ ԱԺԲ-ի կատարածը դիտարկենք, քանի որ ԱԺԲ-ն իր թեկնածությունը հանել է, նա չի մասնակցելու ընտրություններում, կարիք էլ չկա նրանց մասին խոսել, թե ով է, ինչ է և ինչ է կատարում։ Բայց միայն խոսենք Տավուշ Նանուն հայրենիքի։ Այս ժամանակ ԱԺԲ-ն միացավ նաև այս շարժմանը Երևանում։ Բայց եթե դիտում ես այս անձնավորություններից գոնե Պապյանին և այս երեքին, ժիրայրին հանենք, այս երեքին դիտարկում ես, ապա խելացի գրագետ մարդ են։ Նրանք ինչպես չհասկացան, որ սա այն քայլն է, որով այս տականքը մարդկանց Տավուշից բերում է Երևան, որպեսզի Նիկոլը խելոք կատարի այդ մի քանի պոստերի հանձնումը ադրբեջանցիներին, այս բոլոր տականքների հետ միասին, երևի այս անձնավորությունը տեղյակ չի, բոլորին չնշենք, այս տականքին և այս տականքին նշենք, մնացածը երևի անտեղյակ մարդիկ են, միացել են դրան։ Եվ ԱԺԲ-ն նույնպես միացավ այստեղ նրանց։ Երբ որ նրանց հարցնում են, պատասխանում է, բա ինչ անեինք, Նիկոլին տապալելու ամենալավ ձևերից մեկն էր։ Եվ այստեղ հասկանալի չի, օրինակ, եթե դա կատարեին այլ կուսակցություններ, սովորական մարդիկ, հասկանալի կլիներ, բայց եթե սա ասում է ԱԺԲ-ն, իսկ ԱԺԲ-ն հենց այս սկսեց մարշը դեպի Երևան, այդ ժամանակ չաղաղակեց, որ ժողովուրդ չգաք Երևան, կանգնեք, սա բերում է հաստատ Երևան, որպեսզի հանձնի, ապա սրանց խելացի, թե անխելք, թե որպես ազգային ժողովրդական բևեռ լինելու իմաստը որն է։ Որն է այստեղ դրա իմաստը։ Այժմ ինչի չեն մարդիկ հավատում նաև ԱԺԲ-ին։ Նորից եմ կրկնում, ես կարող եմ լրիվ սրանց մերկացնել, բայց քանի որ նրանք չեն մասնակցում ընտրություններին, նրանք մեզ պետք չեն։ Այստեղ թողնենք սրան, այս մարդը խելացի լավ անձնավորություն է։ Այս տղան խելոք անձնավորություն է և Ալբերտը նույնպես վերջերս չէ երևում։ Ինչ որտեղ նաև ճշտախոս է, ինչ որտեղ պլյուս մինուս անենք այս երկուսին, սրանց և լավ և վատ կողմերը, քանի որ սրանք պետք չեն, այստեղ չնշենք։
Սորոսի անդամ, պետք է, որ այս անձնավորությունը լինի ԱԺԲ-ում, ոչ, բոլորը խոսում են Լևոնի, Քորշյան և սրա կապի մասին, պետք էր, որ սա էլ լիներ, ոչ, Եղիշը մաքուր մարդ է, և այստեղ Վարուժանը լավն է, թե վատը, դնենք Վարուժանը լավն է, և այս տականքին, եթե կարողանում են քո խմբից մարդ անեն, կամ դու մարդ ես ընդունում քո խումբը, և Նիկոլը կարողանում է հանի և իրեն համար ծառայեցնի, ապա քո խումբը զրոյի է հավասար, ապա այստեղ չկա միասնություն, չկա գաղափարախոսություն, որպեսզի մարդիկ հավաքվեն դրա շուրջը, ինչեմ նաև բժշկին այստեղ նշեն, և բոլորը ծիծաղում էին նրա ասացի վրա, էսա կտեսնեք արևմուտքը Ուկրաինայի հարցում ինչ է անելու, Ռուսաստանը կզելու է և այլն, տարբեր խոսքերով, ես բացատրեցի, գոնե դա նայր, որ Ուկրաինան խանգարում է հենց աշխարհի տերերին, դրա համար ռուսներին քս տվեցին Ուկրաինայի վրա, որպեսզի և համ Ռուսաստանը թուլանա, և համ Ուկրաինան ոչնչանա, իսկ նրանց աղքատ Ուկրաինա առանց շենքերի, առանց գործարանների, բրուտներին շատ հետաքրքիր է, իսկ այս անձնավորությունը առավոտից իրիկուն քարոզում էր, որ էսա Ռուսաստանի վերջը գալու է, ես այստեղ չեմ խոսում, որ միգուցե սա լրտես է կամ բան, ոչ, ուշադիր լսեք ինչ եմ ասում, այս անձնավորությունը մարդկան չփոտեցնում էր, եթե ինքը չէր հասկանում, ապա ինքը պետք է լավ ուսումնասիրեր այդ բոլորը, արևմուտքնով է, Ռուսաստանով է, Ուկրաինան ինչ կարող է դառնալ Ռուսաստանի և արևմուտքի գլխին ինչ պատիժ, դրա համար վերացնում էին Ուկրաինան, ոչնչացնում, այստեղ կանք նաև հիմա կասի այս անձնավորությունը իմ մասին չխոսեց, այս անձնավորության վրա դնենք մեծ պլյուս, թե ինքը ով է, ինչ է, դա թողնենք մի կողմ, բայց ամենից շատ օգնություն է և բիզնեսմեն անձնավորություն է, գրագետ անձնավորություն և իր օգնությունը ցուցաբերել է և ցուցաբերում է միշտ և Բևեռին, և Բևեռի անդամների, ընտանիքներին, օրինակ Ժիրայրին և այլն, և ինքը ֆինանսապես կարողանում է ապահովել նրանց ինչ-որ մի մասը, ողջունենք այս անձնավորությանը, իր կատարածի համար, բայց այս խմբին թողնենք հանգիստ, նորից եմ ասում, վերադառնանք Գարեգինին, 1000 անգամ ինձ գրեցի, որ երբ որ Սասնա Ծռերին բերդ տարան, որ Գարեգինը շվշվացնելով մեքենան նստած բեխում իրուքով ֆրֆռում է Երևանում և ոստիկանների ոչ պետքն է, ոչ ԱԱԾ-ի պետքն է, այսինքն Գարեգինին ման չէին գալիս, և պատահական չէ, որ սերժական Նիկոլը հենց առաջին օրերին հանդիպեց Գարեգինի հետ, նստեցին, զրուցեցին, և Գարեգինը այսօր ազատության մեջ է, իսկ Վարուժանը գտնվում է Բերդում և Սասնա Ծռերի տղաները, նույն է, Լևոնի Ժիրիկը նույնպես ազատության մեջ է, ազատության մեջ են այս երկուսը, որոնք պետք է բռնված լինեին վաղուց, կրկնում եմ, Վարուժանն է ճաղերի հետևում և Սասնա Ծռերի մի քանի լավ տղաներ, սա ինչ էր նշանակում, որ Նիկոլը եկավ հենց Մատեդարանի մոտ, հանդիպեց Գարեգինին, դուք ինքներդ դատեք, այժմ միայն modus vivendi-ի մասին, modus vivendi լատիներեն արտահայտություն, որը նշանակում է համաձայնություն, համադարձ տեսակետներով, հակադարձ տեսակետներով կողմերի միջև, երբ նրանք համաձայնում են
չհամաձայնել համաձայնություն անհամաձայնության պայմաններում։ Սա փիլիսոփայություն է, ուրիշ ոչինչ։ Modus նշանակում է ձև, ուղի, եղանակ։ Vivendi նշանակում է ապրել է, կեցություն։ Միասին ապրելու եղանակ, կենսաձև, կենսակերպ, կացութաձև, ինչը նշանակում է փոխհամաձայնություն վիճարկող կողմերի միջև, որը թույլ է տալիս շարունակել կյանքը։ Այսինքն, եթե Ադրբեջանի եւ Հայաստանի մեջ կա կոնֆլիկտ, ապրենք իրար կողքի, ինչ եղել չի եղել, կամ գանք համաձայնության, քանի որ մենք էլ պարտվել ենք, համաձայնությունը կլինա, որ Ադրբեջանին տանք ու այդպես ապրենք։ Իմիջիալոց Պապյան, դա է նշանակում։ Պապյանը մաքուր է, թե կեղտոտ է, սա արդեն այսօրվա գործ չի, որ քննարկենք։ Աշխատել է Ռոբիկի ժամանակ, այդ կեղտոտ տականքի ժամանակ, որպես դեսպան, եւ ընտանիքը մնացել է այնտեղ, ինքը Modus Vivendi-ն է հիմնել եւ դրանով աշխատել։ Այստեղ այլ հարց են քննարկում։ Սա այստեղ այդքան կապ չունի։ Եվ այստեղ միակ հարցը, որը իրենք երբ գնում են Ամերիկա եւ այլն, որտեղ նաեւ գրասենյակ ունեն, փող են հավաքում։ Եթե ինքը չի հասկացել, ապա հասկացնեմ, որ Վիլսոնյան Հայաստանը, եթե ազգերի լիգան ճանաչել է օրինակի համար 160,000 քառակուսի կիլոմետր, թե 1 միլիոն քառակուսի կիլոմետր, ապա դա Հայաստանն է, արդեն դա Հայաստանն է։ Իսկ եթե Հայաստանը կիսել են այսպես եւ տակին մնացել է 29,000-ը, դա չի նշանակում, որ մեր տարածությունը 29,000 է։ Այսինքն պետական կադաստրով, աշխարհի ընդունած օրենքներով, որը հետագայում ՄԱԿ-ը վերցրել է իր վրա, Հայաստանի տարածությունը 160,000 է, պարոն Պապյան։ Երկրորդը, եթե դու բարձրացնում ես հարց, պետք է բարձրացնեիր հայկական 160-ից անած 130,000 քառակուսի կիլոմետրը, այսինչ թվականից սկսած մինչ օրս օգտագործելու համար, պահանջում ենք համաշխարհային դատարանին, այսինչ տեղը, որպեսզի քննարկվի այս հարցը եւ լուծվի մեր ֆինանսական հարցը, իսկ թե նորից դրանից հետո զավթած կմնա, թե չէ, դա այլ հարց է։ Եվ այստեղ նաեւ երկրորդ հարց։ Ցանկացած անձնավորություն, որի ծնողները, պապուտատերը եղել են Արևմտյան Հայաստանում, թեկուզ եղել են Ադրբեջանում, այն մասում, որը գծված է Վիլսոնյան Հայաստանում, Ադրբեջան, թե Թուրքիա։ Նրանք կարող են դիմել միջազգային դատարան, ապացուցել, որ այսինչի թոռն են, որ այսինչի տունը, այսքան հողամասը օգտագործում են թուրքերը եւ դրա դիմաց ստանալ անձնական փոխհատուցում։ Դա նույնպես կարող է ամեն անձ կատարել, ում ապուպապերը այդտեղից։ Այնպես որ Արա Պապյան, դու այստեղ միայն պետք է բարձրացնեիր գումարի հարցը եւ տարածության հարցը, որ զավթված է։ Իսկ մեր կադաստրով Հայաստանը 160,000 քառակուսի մետր է։ Եվ նորից այս մասին կադրադառնամ հետո, որպեսզի մնացածից պարզ լինի։ Այժմ, երբ որ դիտարկում ենք Գարեգին Չուխաջեսյան, թե ինչ, նրա համբավները եւ կատարածը, երբ որ դա մի մեծ աշխատություններ է, որոնք նրանք կատարել են, ինքը եւ հայերը կատարել են Հայաստանի համար, տեխնոլոգիաներ եւ այլն։ Բաբկեն Չուխաջյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում, սակայն 46 թվականին
հայրենադարձվել է Հայաստան։ Դրա համար այստեղ կասկածել է մնում էս անձնավորությունը, որին Լևոնը եւ նույնը այս անձնավորությունը, որին Լևոնը մեծ տեղ է տվել։ Ես Պապյանի մասին կամ մնացածի մասին չեմ ասում։ Այս երկուսին եւ պարզ չէ Թավրիզից հայ է եկել թե ադրբեջանցի։ Խորհրդատվական կապեր ըստ որոշ հրատարակումների Գարեգինը եղել է հիմնադրամի գործունեության հետ առնչվող ակտիվ ղեկավարներից մեկը, համագործակցելով հիմնադրամի երկարամյա տնօրեն Լարիսա Մինասյանի հետ։ Սորոսի հիմնադրամի մասին է խոսքը։ Եթե Սորոսի հիմնադրամը վերցնենք, այժմ նաև այստեղ վերլուծենք, Լևոն Տեր-Պետրոսյան առաջին նախագահ, գործունեության սկիզբը Սորոսի հիմնադրամը Հայաստանում իր գործունեությունը պաշտոնապես սկսել է 97 թվականին Լևոնի նախագահության օրոք։ Կապը Գարեգին Չուխազյանի հետ ըստ որոշ հրապարակումների եւ հարցազրույցների Գարեգին Չուխազյանը եղել է Հայաստանում Սորոսի գրասենյակի հիմնադրման ակունքներում եւ զբաղեցրել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Ահա մեկ կապ։ Ընդհանուր կապը այս երեք նախագահների եւ Սորոսի գրասենյակի միջև կապը կարելի է բնութագրել հետեւյալ կերպ։ Ինստիտուցիոնալ հիմնադրամը մուտք է գործել եւ կայացել է հենց նրանց կառավարման տարիներին։ Այս մնացածը դուք կարդացեք, այդքան կարևոր չէ։ Հիմա այստեղ նշենք։ Հայաստանում կար 76 կազմակերպություններ, որոնք սնվում էին Սորոսից։ Այս թիվը դուք պետք է վերցնեք, բազմապատկեք 5-ով։ Ամեն մի կազմակերպությունում միջինը գցենք 5 եւ ամեն մի անձնավորությունը պահում է 4 հոգեանոց ընտանիք, այսինքն 20, 76 անգամ, եթե 20 ենք վերցնում, սա հավասար կլինի 100, 350, 380, 3800, 4000 մարդ համարենք։ Սա դուրս է գալիս, որ 4000 մարդ սնվել է Սորոսից, իսկ որոշ օֆիցիալ տվյալների Սորոսին Հայաստանը քանդելու համար գումար է մատակարարել 300 միլիոն ԱՄՆ դոլար։ Մեր հարևան չերկիրը Ադրբեջանը։ Այսինքն 4000 մարդ Հայաստանում ծառայել են Ադրբեջանին 33 տարվա ընթացքում։ Հասկանալի է։ Եվ Գարեգին Չուխազյանը գլուխը գովում է, որ ինչ անենք, որ Սորոսի հետ աշխատել եմ, աշխատանք էր աշխատել։ Դրա համար, երբ որ ասում էի, որպիսի ԱԺԲ-ն մաքուր լինի, պետք է այս երկուսը դուրս գան այստեղից, եթե մնային այսքանը եւ սա էլ դուրս էր եկել, մնային այսքանը ԱԺԲ-ն հարց չէր ունենա, պարոն Պապյան։ Եվ քո մութ ու լույս կետերը ոչ մեկին հետաքրքիր չէր, թե դու ով ես իրականում։ Միայն հետաքրքիր էր, որ դու բարձրացնում ես Վիլսոնյան Հայաստանի հարցը, այն էլ դու էլ չես բարձրացնում այն ձևով, որ ձևով պետք է բարձրացվեր։ Հասկանալի է այսքանը։ Ազգային ժողովրդական բևեռը ԱԺԲ-ն իրականում հանդիսանում է ազգային պահպանողական եւ ինտեգրված արևմտամետ քաղաքական ուժ, որի հիմնական նպատակը Հայաստանի ապագաղութացումն է եւ Ռուսաստանի ազդեցությունից լիակատար դուրսբերումը։ Այս մնացածը դուք կարդացեք։ Եթե բևեռը նման բան է գտնում, իսկ Ամերիկայի որոշ պաշտոնյաներ
հայտարարում եմ, որ Թուրքիան մեր տարածաշրջանի հիմնասյունն է եւ մենք նա չենք փոխելու։ Դա ինչ է նշանակում, որ ՆԱՏՕ մտակ ինչ է կանելու կամ ԱՄՆ-ի գործընկեր որ դարձակ ինչ է կանելու։ Այսինքն այն մնացած ձեր խոսացածները դրանք բոլորը փուչիկ է։ Ես կարճ եմ խոսում այսօր, այս ամենը դուք կարդացեք իրենց այս ծրագրերը եւ այլն, չեմ խոսալու։ Արդեն հոգնել եմ այս ամեն ինչի մասին խոսալու։ Ում համար է աշխատում շահառուներ եւ աջակիցներ, ԱԺԲ-ն Սփյուռքի արևմտյան թև Բևեռը լուրջ աջակցություն ունի ԱՄՆ եւ Եվրոպայի սփյուռքահայության շրջանակներում։ Նրանք ունեն գրասենյակ Լոս Անջելեսում եւ ակտիվ լոբիստական աշխատանքներ են տանում Վաշինգտոնում։ Այս մնացածը դուք կարդացեք։ Դրանք հետաքրքիր։ Անցանք ավելի հետաքրքիր կետի։ 2018 թվականի միջալոց ասեմ բոլորիդ, որ ես երկար ժամանակ նայելուց աչքերս հոգնում են, մեծ մարդ եմ, հիմա գրում եք ես ինչ է էսպես, են ինչ է էսպես, լավ չես կարդում կարտալսում, երբ որ ես կարդում էի, դուք նույնիսկ հայեր են տառերը, երբ որ գրում եք մեծ մասից չեմ էլ հասկանում ինչ եք գրում։ 2018 թվականի հեղափոխության օրերի և դրանից անմիջապես հետո ԱԺԲ-ի առանցքային դեմքերը և նրանց ներկայացրած կառույցները, ինչպիսիք էր Սասնա Ծռերը կամ Հիմնադիր խորհրդարանը, աջակցում էին Նիկոլ Փաշինյանին, սակայն այդ աջակցությունը ուներ վերապահումներ և ժամանակավոր բնույթ։ Ահա հարաբերությունների պատկերը 2018 թվականին։ Հեղափոխության ողջունում ԱԺԲ-ի անդամները ողջունեցին Թավշյա հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի գալուստը, դա համարելով հնարավորություն ձերբազատվելու նախկին համակարգից և Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ազդեցությունից։ Բանտից ազատում և քաղաքացիություն։ Փաշինյանի իշխանության գալուց հետո Ժիրայր Սեֆիլյանն ու նրա ընկերները ազատ արձակվեցին բանտերից, իսկ Սեֆիլյանին շնորհվեց ՀՀ քաղաքացիություն։ Այս փուլում նրանք դրական էին տրամադրված նոր վարչակազմի նկատմամբ։ Համագործակցության փորձեր։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպումներ էր ունենում Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուխաշզյանի հետ քննարկելու երկրի ներքաղաքական վիճակը։ Արագ հիասթափություն։ Գովասանքը երկար չտևեց, արդեն 19-20 թվականներին հարաբերությունները սրվեցին, ԱԺԲ-ն սկսեց քննադատել Փաշինյանին, մեղադրելով նրան նախկին համակարգի հետ կոռուպցիայի գնալու, Ռուսաստանից կախվածությունը չթոթափելու և բարեփոխումները ձախողելու մեջ։ Բոլորդ էլ կհիշեք իմ ֆիլմերը 18 թվականին։ Մի քանիսը լավ չէին հասկացել, երբ որ ասել էի միացեք Նիկոլին, ես ի նկատի ունեի նաև Ազատության հրապարակում Թամարա է կարծեմ անունը, Մեհեր Մկրտչյանի կինը, Եղիշն էր կարծեմ այդտեղ և Ալբերտն էր, եթե չեմ սխալվում, Եղիշն էր այդտեղ, Ալբերտն էր, այդ Թամարան, ազգանունը չեմ հիշում, Թամարան, Մեհեր Մկրտչյանի կինը եւ այլն, նրանք հավաքված էին։ Ես նրանց ասացի. գնացեք, միացեք, տեսեք դա ճիշտ է թե սխալ։ Իսկ ժողովրդի մի մասը սխալ հասկացավ։ Հաջորդ օրը նորից ֆիլմ տեղադրեցի, ասացի գողացեք Նիկոլի հեռախոսը կտեսնեք, որ նա Սերժի վարձկանն է։ Սերժը Արցախը չէր կարող տալ, որ իր վրա պիտնոց չլիներ, պետք էր մի անասուն գտներ եւ այդ անասունը Նիկոլն է։ Եվ սա ոչ թե հեղափոխություն է, տեսեք ովքեր են մասնակցում այս հեղափոխության կոչվածին։ Լավ, 18 թվականի հենց սկզբից ես ասեցի։ 18 թվականի գոնե մի երկու ամիս հետո ԱԺԲ-ն չհասկացավ, որ Նիկոլով է, եւ միայն 19-20 թվականներին։ Նույնը էստեղ
եթե նա չի կարողանում հասկանալ, թե Բագրատյոնն ով է, այս պոռնիկը ով է, որտեղից է եկել, ԱԺԲ-ի իմաստը որն է։ Ես հենց փաստեր եմ բերում, որ ԱԺԲ-ն ով է, իրենից ինչ է ներկայացնում։ Միայն որ միացեք արևմուտքին, երբ որ արևմուտքն ասում է ձեր մայրիկը իմ ընկերը Թուրքիան է, երբ որ արևմուտքը ծափահարում է Եվրոպարլամենտը, ասելով, որ իրենց գործընկերը Ադրբեջանն է։ Եվ ես բացատրել եմ, թե բրուտե է խաղում արևմուտքը ինչ դեր է խաղում, Ամերիկան ինչ դեր է խաղում, Ռուսաստան կոչված է տականքը ինչ դեր է խաղում, մեր օֆիցիալ պարտնյորը կամ Իրան կամ Թուրքիա կամ թեկուզ Վրաստան, որոնք ինչ դերեր են խաղում այստեղ։ Հասկանալի է այժմ, թե ԱԺԲ-ի սխալները, թե չհասկանալը, թե պատվեր է սա, թողնենք մի կողմ, քանի որ իրենք չեն մասնակցել ընտրություններին, այդ մասին թարգենք, թե իրենք ով են։ Միայն ԱԺԲ-ին, որպեսզի իրենք մաքուր երևային, այս երկուսին վրա պետք է խաչ քաշեին, ԱԺԲ-ում սրանք պետք է չլինեին։ Թեպետ սա կարող է լինել, խոսում է Ռուսաստանին չէր սիրում, դա բոլորին էլ դուր էր գալիս եւ իրականություն է իր ասածը, որ Ռուսաստանը մեր թշնամին է միայն։ Արա Պապյան, դա դու իմացել ես, դրա համար սրանց պետք է հանվեր, պետք է մնային այս անձնավորությունները։ Դու այս անձնավորությունը, սա կարող էր Ալբերտը մնար եւ Երեշը։ Եվ Ժիրայրին այստեղ մեկ խառնի, Ժիրայրը նստած է։ Այստեղ Ժիրայրին խառնելով դուք ձեր խաղաթղթերը խառնեցիք, այսինքն որ դուք իսան չեք, ձեր մեջ մարդ չկա, միայն բերդում նստած Ժիրայրը պետք է Վարուժանը պետք է գար ձեզ փրկեր։ Եվ կարող եք այլ մարդ դնել, այլ մարդ բերել։ Եղեշին դնեիք, այս մարդուն դնեիք, գրագետ մարդ էր։ Եթե դու չէիր կարող, Արա Պապյան։ Այնպես որ ձեր կատարած սխալները շատ է, եւ այստեղ ամենակարևոր պահը, երբ որ խոսեցի այս Նիկոլ Չեղածից, այս ամենը ասացի, հետագայում այս Ժիրիկի մասին նույնպես որ ծնվել է այստեղ այնտեղ Բեյրութում է մեծացել, փոքր հասակից արդեն 21 տարեկան հասակում, թե 25 տարեկանում Շուշիի այդ գնդի հրամանատար եւ այլն, Լևոնի հետ մոտիկություն, բայց այստեղ ամենակարևոր պահը այստեղ որն է Ժիրայրի համար 2008 թվականի շարժում, բավականին անսպասելիորեն 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Սեֆիլյանը լինելով բանտում աջակցել է Լևոն Տեր-Պետրոսյանին, նա դա բացատրում էր ոչ թե գաղափարական նմանությամբ, այլ գործող վարչակարգը Քոչարյան-Սարգսյան տապալելու անհրաժեշտությամբ։ Սա նույնպես ծիծաղել է, դրա համար այս երկուսին պետք էր այդ ցուցակից հանվեր։ Հիմա ԱԺԲ-ին ներկայացնենք ավելի պարզ, որպեսզի հասկանալի լինի։ Նախ Արա Պապյան, դու ասես թե չասես, քո տղաների մասին պարզ է։ Ես գիտեմ եւ մենք գիտենք, որ նրանք գրագետ տղաներ են եւ երկուսն էլ լավ պաշտոններ ունեն Կանադայում եւ մեծ հնարավորություններ ունեն եւ քեզ օգնելու եւ ԱԺԲ-ին օգնելու եւ միևնույն ժամանակ հայկական շատ հարցեր կարող են իրենք այնտեղ նույնպես լուծել։ Դու դրանով կարող ես բարձրանալ, բայց քո տղաները լինելով այնտեղ, դու ինքդ էլ գիտես եւ Նիկոլին դեմ արդեմ դուրս ես գալիս։ Նիկոլի Տորոնտոյի տան մասին, Ալիևի տան կողքին, որը իբր գնել է, բայց Ալիևն է նվիրել Արցախը ծախելու նաև մի մասի գումարի համար։ Կարող էին տղաներդ գտնել եւ այսօր շփպցնել Նիկոլի երեսին, կարող էին, կամ թեկուզ դու չես արել։ Եվ այստեղ ամենալ վատ քայլը
որ ԱԺԲ-ն կատարեց որն է, երբ որ Արա Պապյանն ասեց մենք ընտրություններին չենք մասնակցելու, այլ օժանդակում ենք Կարապետյանին, որպեսզի Նիկոլը չընտրվի։ Այժմ Արա Պապյան, քեզ բացատրեմ, այստեղ Ռուսաստանն է, այստեղ այլընտրանք կամ Իրանը, այստեղ Արևմուտքն է, որը մեր առաջ դռները փակել է, այստեղ Թուրքիան է։ Եթե դու ըստ Նիկոլը, որ այս բոլորին չի ընդունում, բացում ես միայն Ռուսաստանի դուռը, ապա ոչ միայն Վիլսոնյան Հայաստանի դռներն ես ընդմիշտ փակում, որը 100 տարի փակվել էր 70 տարի, երբ որ Հայաստանը ՍՍՀ-ի կազմի մեջ էր, այլև Ռուսաստանը կստանա նոր հրահանգ և Հայաստանը կհայաթափվի։ Այսինքն դու Հայաստանը հայաթափվելու և իմիջիայլոց այստեղ նաև նշեմ, որ այս ֆրանկին բերում են ինչի համար։ Արա Պապյան, դու տեսել ես, որ ինչ-որ մի ղեկավար Հայաստանի կամ բարձր պաշտոնյա լինի հայ, կամ մի կողմը եղել է ֆրանկ, կամ մի կողմը ադրբեջանցի, մի կողմը ռուս, մի կողմը թուրք, մի կողմը եսիմ ինչ, և այս ֆրանկը ինչ պետք է անի Հայաստանի համար, բացի Հայաստանը կողոպտել, ոչնչացնել է, մի խուլիգանական ձևով էլ ինքը անի։ Որն էր քո քայլը։ Եվ այստեղ արդեն խոսենք։ Ես գրեցի թիվ, որ Արա Պապյանի ասած հաղորդումների ժամանակ իրենց մոտ ամենաշատը հավաքվում է 4000 հոգի։ Եթե 4000 հոգում բազմապատկենք նաև 4-ով, կլինի 16000 հոգի ընտանիքը։ Եթե նրանց մտերիմները եւ այլն համարենք ընդհանուր, մի 10000 հոգի։ Արա Պապյան, իմ ծանոթներին, մտերիմներից, նաև մի քանիսին ժամանակին ես ուղղել եմ դեպի ազգային ժողովրդական բևեռ, գիտես ինչի համար։ Ես ասել եմ, դա կարևոր չի, նրանք Լևոնի համար են աշխատում, Սերժի համար, Ռոբիկի համար, թե իրենք անկախ մարդիկ են, կարևորը նա է, որ բարձրացնում են Վիլսոնյան Հայաստանի հարցը։ Այդ մարդկանցից մի 10 հոգին Երևանից են, մի 5-6 հոգին էլ հեռավոր Հայաստանի սահմանային մասերից, և Զանգեզուրից, և Շիրակից, և Լոռուց։ Այդ մարդիկ անընդհատ եկել թև ու թիկունք են եղել ազգային ժողովրդական բևեռին։ Դու այսօր նրանց ասում ես ռադ եղեք մեզանից, մենք չենք կարող հաղթենք, գտնեիք հաղթելու ձևը։ Էլ որն է ձեր պայքարի իմաստը։ Երբ որ մի կողմը սորոսական է, որը նաև փչացրել է այդքան մարդ, որը ցուցադրեցի Գարեգին Չուխաջսյանը, ինչը, մյուս կողմում Ժիրիկն է, որ Լևոնի թև ու թիկունքն է, Լևոնն էլ իրեն, հանեիր դրանց, թողնեիր մաքուր, փոխեիր ազգային ժողովրդական բևեռը այլ բանի, դարձնեիր մի ինչ-որ լավ բան, և այդտեղ այս մարդկանց դու փուրն ես տալիս, Արա Պապյան։ Հասկացաք այսօր, ինչի համար եմ ազգային ժողովրդական բևեռի մասին այսքան նուրբ խոսում։ Նուրբ եմ խոսում նրա համար, որովհետև նրանք չեն մասնակցելու, բայց այսքան անձնավորությունների դուք թքեցիք նրանց երեսին։ Հասկանալի է այսքանը։ Այժմ մի քանիսին նույնպես, քանի որ ներկայացրած են Նիկոլ Փաշինյանը, բոլոր տականքների, թուրքամետների, ազերամետների սիրելի Նիկոլ Փաշինյանը, քանի որ մի մասը գնում է Թուրքիա առևտուր անելու և թուրքերի տակ կզած են, նրանց էլ դուր է գալիս, պետք է սրան անմիջապես հեռացնել։ Ինչպես Աննա Հակոբյանը կատարեց, նա հրաժարվեց այդ տանը ապրելուց, դա հրեական ձև է։ Երբ որ մի տականքի փուրն են տալիս, հրեաները անմիջապես հեռանում են այդ երկրից կամ այդ տարածությունից։ Եվ այս ոչխարը պետք է լավ հասկանա, որ ինքը մատաղի
արդեն գառ է դարել, իր արյունով իր ճակատին խաչ են անելու և մորթեն։ Երկրորդը Ռոբերտ Քոչարյան, որը գործում է մի քանի ուղղություններով և որը ավելի սարսափելի տականք է, քան Նիկոլը, և ինքը իր աղբոր Սերժիկի հետ գնացել էին Արցախում իրենց եղածը ծախելու Ալիևի վրա, ու այդտեղ նրանք ավելի շատ օգնեցին Նիկոլին արագ ձևով Արցախը տալու, քան որևէ մեկը, և նրանց երկուսի գողացածը միասին 120 միլիարդից ավելի գումար է և Հայաստանից գողացածը և նարկոբիզնեսից, իմիջիայլոց համաշխարհային նարկոբիզնեսը, ում ձեռքին որը աշխարհի տերն է, նրանք գիտեն, որ որքան եք տարել, այդքան էլ ժամանակին հետ կվերցնեն ձեզանից այդ տականքներ։ Երրորդը Սամվել Կարապետյան, ասեցի արդեն, ֆրանկին պետք չէ տեղ տալ, այլ ֆրանկին պետք է ասել, եթե Ռուսաստան ես տանելու, մենք անբարոյականի նման են կործանվելու, ռադդ քաշիր Հայաստանից։ Նոր ուժ, Հայկ Մարության, ջհուդական այս ուժը մեզ ընդհանրապես պետք չէ, այս լակոտին փողոցում բռնելուց պետք էր նաև վիզը քաշել և վերջացնել այս ամենը, որ նման լակոտը այլևս Հայաստանում գոյություն չունենա։ Արման Թաթոյան, բոլոր ժամանակների սնված, կերակրված և հրանգներ կատարած ծաղրացու, ոչնչացնել։ Լևոն Սուրաբյան, քոր շան ամենահավատարիմ շնիկը, թքել և վերջացնել։ Այստեղ Դոդի Գագոյին չեմ նշել, նկարով։ Դոդի Գագիկ, քոր շան լվացքատուն, սրան նույնպես ջնջել։ Սերժ Նարիմանովի գումարներով Անգլիայում սովորած պոռնիկ տականք Իսան։ Սա է։ Եվ բոլորի սիրելի էս կինը և էս կնոջը իր ցեմենտի գործարանի հետ պետք է ուղարկել գրողի ծոցը։ Եվ վերջում մնաց էս տականքահայրերից մեկը, ամենախիտրին և սրանից և քորշանից։ Սրանց պետք է ասել ամբողջությամբ ոչ։ Արդեն այս ամենի մասին գիտեք։ Հիմա անցնենք, նաև կան այս 3 խումբը։ Այսօր իմացա, որ այս տղան չի մասնակցելու։ Ճիշտ էլ անում է, սա իր խաղը չէ, թող չմասնակցի։ Եվ սրանից հետո էլ չհավաքես խումբ, իբր գաղտնի հայկական բանակ։ Ես չեմ ասում դու լավն ես, թե վատն ես, այլ այդ գաղտնի հայկական բանակի այդ տղաները մի օր գրանցվում են քո մոտ, հաջորդ օրը կամ մի քանի օր հետո արդեն նրանք կորչում են բերդերում կամ ԱԱԾ-ի պատվալներում։ Էնպես որ քեզ ժամանակին վրեդ գործ են սարքել այդ նկարների պատճառով, ոչ թե այդ կնոջդ առաջվա ամուսինը, այլ դու ինքդ մտածիր ով է քո վրա գործ սարքել։ Լավ արվեստագետ ես, զբաղվիր արվեստով և հասկացիր, քեզ վրա այդ ժամանակ այդ նկարները ոնց կարող էր քո կամպյուտերից դուրս գալ, ով է դա կատարել, քեզ այդ ժամանակ փուրն են տվել։ Լավ մտածիր և հասկացի, ես այդքանը չեմ ասում։ Իսկ տղաներին այլևս չգրանցվեք, քանի որ սա այլևս պետք չէ և ինքը չի մասնակցել։ Այժմ խոսենք հայոց Վարդան Ղուկասյանի մասին, ինքը իրեն այդպես է դիմում, հայոց Վարդան Ղուկասյան։ Վարդան Ղուկասյանի վերջին
մի քանի ելույթները լսելով Վարդան Ղուկասյան, դու լավն ես, թե վատն ես, ես ասել եմ, հայոյանքով է խոսում, թե ինչպես է խոսում, դա կարևոր չի, կարևորը նա է, որ բոլորին այնպես մերկացրեց սերժական եւ այլն այդ տականքներին, որ նրանք բոլոր ձևերով անբարոյական, անպատիվ, թալանչի, կեղտոտ ավազակներ են, դա բավական էր այս մարդուն հարգելու համար, իր կատարածի համար, բայց վերջին հաղորդումներից մեկի ժամանակ դու ասացիր, պետք է վերականգնենք մեր գործընկերների հետ մեր կապերը, այսինքն եթե Ռուսաստանի հետ դու քո կապերը վերականգնում ես, դու Հայաստանը զրոյացնում ես, մտածի, ինչ ես խոսում, ինչ ես ասում, եւ նաեւ մի քիչ քաղաքականությամբ զբաղվի, քաղաքականությունից խոսի։ Ռուսաստանի հետ կապերը դա Հայաստանի կործանման ամենափնթի ձևն է։ Եթե չասենք թուրքերը, ապա ռուսների ձեռքով ավելի փնթի ձևով ենք վերանալու։ Դրա համար որոշիր, եթե այդ կողմն ես կանգնելու, չընտրեք այդ դեպքում այս անձնավորությունը։ Եվ գալիս են երկու գյումրեցի եւ վանաձորցի, թե գյումրեցի է, թե չէ, ինձ թվում է գյումրեցի է, խոսակցությունից գյումրեցու ձևով է խոսում այստեղ։ Նույնը կարելի է ասել Հայաստանում, եթե կարողանում եք մնալ եւ անցյալում այն կեղտոտ Դալաքյան կար, նրա կողքին դու հայտնվելով եւ երկար տարիներ ինչ-որ բոյերում աշխատելով եւ ոչ մի անգամ չհայտնվելով, միայն այսօր ծաղկելով, դուրս գալով քաղաքականություն, սա մի քիչ կասկածելի է։ Քանի որ դուք պրագնոզ չեք ստեղծելու, ձեզանով ես ավելի խորը ոչինչ չասեմ, այս երկուսի մասին է խոսքը։ Այս տղանը ինքը հրաժարվեց, շատ ճիշտ քայլ է կատարել, սա ամենափայլուն քայլն է այս բոլորի մեջ, որ այս տղան կատարեց։ Իսկ Վարդան Ղուկասյան, այստեղ հարցը մնում ես դու, ընդհանրապես քաղաքական քո ծրագիրը, երբ որ ներկայացնես, այն ժամանակ կասես, իսկ մինչև օրս, որ Հայաստանում լուսաբանել ես եւ բոլոր տականքներին հանեջրի երես, դրա համար ոչ միայն ես, այլ ամբողջ ազգը պետք է քեզ շնորհակալ լինի, որ բոլորին հանեցիր ջրի երես եւ ամենալկտի նրանց արարքները ասեցիր։ Հիմա եթե դու քո ծրագիրը ներկայացնես, արդեն պարզ կլինի։ Եթե ռուսամետ ես, ուրեմն ստեսություն։ Այսքանը կարող եմ ասել մինչև իմը, բայց ես իմ ականջով եմ լսել, որ թարմացնել մեր գործընկերությունը մեր առաջվա գործընկերների հետ, ասել ես։ Սա արդեն մի մեծ մինուս է քո վրա, մտածի հետագա քայլերդ եւ լավ կլինի նույնպես ասես, թե ինչի համար ես այդպես մտածել, բացատրես ամբողջությամբ, թե ինչ ես դա ասա, թե չէ ժողովրդին, քանի որ եթե այդ քայլը պետք է կատարես, մենք անկում ենք ապրելու, քո դեմ լրիվ ցուցմունք կտամ, որովհետեւ քեզ չընտրեն։ Իսկ սրանք եղանակ ստեղծող չեն, միայն կարող են մի 1000 ձեն հավաքել մի քանիսի օգնությամբ կամ չհասների, կամ ինչ-որ տեղ Նիկոլ եւ այլն, սրանց տերերը, սրանց տան ինչ-որ ձայներ, որովհետեւ ինչ-որ մի 3%-անոց նաեւ 4 ուժ մտնի նաեւ խորհրդարան, այդ ձևով դա կատարեն, այլ այստեղ տարբերակ չկա։ Իսկ իմ նախորդ ֆիլմում քոչորների կանչում 1000 հոգի ինձ գրեցին, մեկի զրույցներն եմ այստեղ միայն նշում, բա
քեզ ինչ է թվում, որ Չարլզը պետք է իր գաղտնի նաև հանդիպումները գրեր, որ այս թվականին է եղել Քենիայում եւ այլն։ Իմիջայլոց այդ մարդու եւ նրա մոր սայթերում ընդհանրապես չի գրվում, թե նրանք որտեղ են գտնվում։ Միայն նրանց արդեն ապահով վերադարձից հետո տեղադրվում է, որ նրանք եղել են այդ երկրում եւ վերադարձել են այդտեղից։ Իսկ որ նրանք գաղտնի թողնեն, որ 10 անգամ եղել է Քենիայում, այդպիսի բան նրանք երբեք չեն կատարում։ Դա արդեն իրենց նկատմամբ կասկած կառաջացնի, դրա համար նրանք այդ քայլին չեն դիմում։ Այսինքն այս անձնավորությունը Չարլզին երբեք չի հանդիպել։ Եվ մնացած այս ֆիլմերը դիտեք։ Եվ նորից եմ կրկնում, եթե այդ երկրի այս ֆիլմերը դիտելուց կհասկանաք։ Եթե այդ երկրի այդ ժամանակա Կուբակի փեսան է, խնդրեմ թող ինձ իմ post-ի վրա ուղարկեք նամակ մի ամուսնական եւ որ 5 երեխաներ ունի, եւ որ Կուբակին ունի 7 թոռներ, եթե 5-ը իրենն են, խնդրեմ ուղարկեք կնոջ հետ, տանը նստած, ամեն մեկն էլ ունի խնջույքի ժամանակ նկար, ես ամենայն անձնվությամբ այդ նկարը պատրեմ եւ համայն հայության առաջ ծնկաչոք ներողություն խնդրեմ, որ Չարլզին ինքը հանդիպել է, որ ինքը այնտեղ գեներալ է եւ այդ հարցը նույնպես այդպես։ Միգուցե գաղտնի նրա փեսան է։ Սա գաղտնի են թողնում։ Միգուցե նրա աղջիկը սիրահարվել է եւ քանի որ այդ հանցագործությունը պարզվել է, նրան վռնդել են եւ հետագայում ամուսնություն ունեն։ Դա ինձ հետաքրքիր չէ։ Ինձ հետաքրքիր է, որը կարող եք բոլորդ ստուգել, որ այսօր այս անձնավորությունը Քենիայի ոստիկանության փող ոստիկանապետ չի հանդիսանում։ Մեկ սուտը արդեն բավական է։ Երբ որ դիտում եք Շերլոկ Հոլմսի կամ նմանատիպ ֆիլմեր կամ կարդում գրքերը, մի փոքրիկ բմբուլով բռնում են, թե գողը ով է։ Հայաստանում Նիկոլը ամեն օր ազգադավ, ազգակործան եւ այդ 3 տականք նախագաներ կոչվածները կատարել են, ոչ մեկիդ պետք է չի ասում, կարող է այդպես չի ասել։ Արա դուք եք շաշ, թե ում եք շաշի տեղ դնում։ Մտածեք խոսալուց առաջ, թե ինչ եք ասում։ Մեկն էլ գրելա, որ այդ պագոնները ստից են տեղադրել։ Photoshop արած։ Լավ Photoshop արած։ Ընդունում եմ այդ պագոնները Photoshop արած։ Համազգեստով եւ որ ինքը հանդիսանում է Քենիայի փողոստիկանապետ։ Իմիջայլոց այդ անձնավորությունը եւ մյուսների դեմ նորից հարց տալիս։ Այս անձնավորությունը Արտակ Սարգսյանը ինքը ասել է, որ հենց այս հաղորդման ժամանակ, սրա այդ հաղորդման ժամանակ, որ ԱԱՑ-ում, թե այդ ոստիկանությունում, դատարանում ինքը ապացուցել է, որ ինքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Մտեք Քենիայի օրենսդրության մեջ Հայաստանի Հանրապետության միակ քաղաքացին կարող է Քենիայի փողոստիկանապետ լինել։ Արա ամոթը ձեններդ կտրեք, այ ոչխարներ։ Ու վերջացնեք սրանով։ Ու մնացած հարցերը։ Հիմա ամենակարևոր հարցը բոլորիդ համար։ Հայաստանում չկա որևէ մեկը, որին կարողանա կընտրել։ Այս ընտրությունները սա փուչիկ է։ Բոլոր բոզերը, գողերը, զորացրված պոռնիկները բոլոր հավաքվել են, որպեսզի նորից իրենք ընտրվեն։ Դա կապ չունի Նիկոլն է ընտրվելու, Կարապետյանն է ընտրվելու, թե այդ
Վազգենի քրոշն են դնելու, թե սրանցից ում են դնելու, դա կապ չունի։ Բոլորը մի ամանի մեջ էպված պոռնիկներ են։ Եվ չմտածեք, որ որևէ մի հայ կարող է այդտեղ թպրտա կամ երևա։ Միակ ձևը միլիոն հայ պետք է գնանք Հայաստան։ Պետք է գնանք Հայաստան եւ փողոցից բռնած ամենամաքուր զուլալ հային, ասենք որ սա է մեր ղեկավարը, կուսակցություն եւ միլիոն հայով սրան ցախտել եւ բոլորին գցել աղբանոց։ Այլ ձև չկա։ Սրանք բոլորը վաճառված են։ Բոլորի վրա կամ ալիբի ունեն, ծախված աշխատում են իրենց համար կամ վաճառված են։ Հասկանալի է արդեն։ Մտածեք, դուք էլ տարբերակներ։ Այսքանը։